Արտուր Մկրտչյան, տնտեսագիտության դոցենտ, գիտությունների տեխնացու, կազմում եմ արդիկ քրեակատարողական քննարկում, դատապարտյալ եմ, բողոքում եմ համարտարստադի, դատական համակարգի դեմ, որ առանց որևէ իրական հիմքերի ապօրինի կերպով դատապարտել են Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտության ամբիոնի վարիչ։ Ուրեմն ասեմ, դեպքերը հետևյալը եղել են պետական քննության ժամանակ ուսանողներից մեկը փող է հավաքել իր համակուրսեցիներից, ասելով, որ պետք է դա փոխանցի ինձ փող չեն տվել, չկա ոչ մի ապացույց։ Քննությունը եղել է հանձնաժողովով։ Հանձնաժողովի մեջ ընտրված են եղել բանկի կառավարիչներ, Տեկան եւ Երևանից պատասխան մասնագետ, որը այդ հանձնաժողովը կազմել է Տեկանը, հաստատել է կրթության նախարարը Շարլ Անդրեսյանը։ Ունեմ քաղաքական ընդդիմադիր հայացք, բայց չեմ մտածում, որ այս երկիր հետ կանեի որ հասնի մագաստակին ընդդիմադիր հայացքի համար նմանատիպ մեղադրանքով դատապարտի, համենայն դեպս դատապարտել են արտարադատություն չեմ ասել, այստեղ խնդիրը ինչի մեջն է։ Չունեմ ոչ մի փաստացի ապացույց, ընդհակառակը հանձնաժողովի բոլոր անդամները եկել տվել են ցույցմունք, որ քննությունն եղել է Արտար անաչարին, կողմից ոչ մի միջամտություն չի եղել, առերեսում չեմ եղել։ Չունի ոչ մի ապացույց, ընդհակառակը բոլոր ուսանողներն ասել են, որ ինչ-որ պատասխանալի համապատասխան գնահատականն են ստացել։ Իրենք գործուն զեղչումով բոլորը դուրս են։ Իսկ բանը ես ասեցի, որ գործուն զեղչում կիրառեք, որովհետև ֆինանսական վիճակը ծանր է, հետ կան տատի գնալ, գալ փաստաբանի փոխչունի, ասեցի չեն կանում։ Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, Աննա Վարդապետյանին, որպեսզի գործը վերապատեն, վերանայեն, որովհետև ինքնաբուխարությամբ կիրառվել է նաև ապօրինի հոդված կոռուպցիա, իսկ ամբիոնի վարիչի աշխատանքը, դասախոսի աշխատանքը ըստ կրթության նախարարության որոշման հստակ նշված է գիտա մանկավարժական է, ամբիոնի կանոնադրության բույր, կանոնադրության նույնպես իմ աշխատանքը գիտա մանկավարժական է, իրավունք ու պարտականություններ չի տնում ու կոռուպցիա հոդված դա արդեն ի սկզբանե սխալ է դրված։ Կամ պետք է ինձ մեղադրեին ապօրինի աշխատավարձով, կամ պետք է մեղադրեին օրինակ խարդախությամբ։ Թող ճիշտ մեղադրանք առաջադրեն, ունենան ապացույց, կարող են քիչ են տադել, ավելի շատ տադել։ 6 ամիս ակնալսել ենք, ակնալսումները չընկել են միլիցիա ոստիկանությունում։ 3 սանկցիա հետո է դատավորը փաստաթղթի ակնալսումները չկան։ Դեպքը տեղի ունեցել 23 թվականին ձերբակալվել եմ հետոքրավով դուրս եմ թողել, արդեն դիմել եմ բոլոր ադյանները, վերաքննիչ, առաջի ադյան վճռաբեկը մերժել է, չեն հաշվի առել նույնիսկ այս տարագայում մանկահասակ ունենալու, պարալիզացված ծնող ունենալու, որ դա միակ կերակրող լինելու ոչ մի փաստ, երկու պատերազմի մասնակիցներու ոչ մի փաստ, չեմ հասկանում ես իրոք քաղաքական պատվեր է իմ հանդեպ, թե ինչպես ասում են Նիկոլ Փաշինյանը, դատական համակարգի մետաստազներն են ու ինչպես ինքներ ասում վնգստացող դատավորներն են։ Արդեն մեր ամիսի քաղաքի տակ եմ, դատավոր առաջի ադյան եղել է Խաչիկ Ղազարյանը, հակակոռուպցիոն դատարանի նախագահ։ Երկրորդ ադյանի վերաքննիչի դատավորների անունը չգիտեմ, չեմ հիշում։ Ուրեմն ուսանողներից եղել են, ուսանողներ հայտարարել են, որ փողը տվել են իրենց համակուրսեցուն, 20,000 դրամ, կիծառելի գումար, այդ համակուրսեցին հայտարարում են, որ տվել են ինձ, բայց չունի ոչ մի ապացույց, կանոն որ քննություն եղել է պետական քննություն, այսինքն ոչ սովորական ընթացիկ քննություն, քննական հանձնաժողովի անդամները բոլորը եկել տվել են ցույցմունք, որ ոչ մի նման բան իմ կողմից չի եղել, ոչ մեկի համար չեմ ընտառաջել, չեմ խնդրել, երկու դրվագել եղել է լիկվիդացիոն ստուգար քննություններ, որը նույնպես հանձնաժողովով եղել, այդ երկու երեխաները ասել են, որ փող են տվել, բայց չունեն ապացույց, ընդհանրապես նույն լիկվիդացիոն քննությունը էլի եղել է հանձնաժողովով, հանձնաժողովի անդամները եկել, քննող դասախոսներ եկել, այսինքն այսպես եղել է 3 քննություն, իշքան հիշում եմ, որտեղ միտեղ քննող եղել է մեզ հանձնաժողովի նախագահ համապատասխան դասախոս, միտեղ եղել հանձնաժողովի նախագահ, քննող դասախոսը այս մասնագիտության բոլորն էլ ցույցմունք են տվել, որ եղել է քննությունը արտար, ոչ մի բան չի եղել, գրավորները տեսել են, այս գրավորների քննող դասախոսները ստուգել գնահատել են, ըստ ընդհանրակարգ քննությունը գրավոր
ծրագրերը պահվել են, հետո համապատասխան ժամանակ պահվելուց հետո տնտեսակարգի վերածվել են շփոթվել։ Հետաքրքիրն է, որ պետական քննության համար Ռոբերտ Չախոյան, որ ցուցմունք է տվել, ցուցմունքում ասում է, որ տվել է ապրիլ ամսին ինձ փող, երբ որ ես հանձնաժողովի մեջ ընտրվել եմ մայիս ամսին։ Այսինքն ինչ ընդդադրում է, որ ես մայիսին կլինեմ նախարարի հետ։ Մեկ ենք ունենք համատեղ համագործակցում ենք, որ պետք է լինեի։ Այսինքն դա էլ է աբսուրդ։